ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 28 տարբեր նավեր անցել են Հորմուզի նեղուցով իրենց հետ համակարգմամբ։ Այդ նավերի թվում եղել են ինչպես նավթատար լցանավեր, այնպես էլ առևտրային նավեր։ Հաղորդագրության համաձայն անցումները կատարվել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի վերահսկողության եւ համակարգման ներքո։ Տվյալները ներկայացում են տարածաշրջան լարվածության եւ նեղուցի շուրջ միջազգային մտահոգությունների ֆոնին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, այն երկրները, որոնք ամեն ինչ անում են պատերազմը շարունակելու համար, իրավունք չունեն խոսելու որևէ կարմիր գծերի մասին։ Նրա հայտարարությունը հնչել է Ռումինիայում անօդաչու թռչող սարքի անկման շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ Պեսկովը պատասխանել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեղադրանքներին, որոնք ուղղված են Ռուսաստանին։ Նա նշել է, Եվրամիությունը արդեն հատել է այն ամենը, ինչը հնարավոր էր հատել եւ այլևս իմաստ չունի սահմաններ հաշվել։ Կրեմլի ներկայացուցիչը նաեւ պնդել է, բոլոր խնդիրների սկզբնաղբյուրը Ուկրաինա եւ Կիևի գործողություններն են, իսկ մնացած ամեն ինչ դրանց հետևանքն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշանակվել է Սիրիայի եւ Իրաքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ։ Թրամփի խոսքով Բարաքը բացառիկ աշխատանք է կատարել որպես դեսպան եւ շարունակելու է պաշտոնավարել նաեւ Թուրքիայում։ ԱՄՆ նախագահը նշել է, Վաշինգտոնը զարգացնում է ռազմավարական համագործակցությունը Սիրիայի եւ Իրաքի կառավարությունների հետ։ Նրա գնահատմամբ այդ երկրների հետ հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում են։ Թրամփը նաեւ ընդգծել է, Թոմ Բարաքը կաշխատի ԱՄՆ պետդեպարտամենտի լիակատար աջակցությամբ եւ արժանանում է բարձր գնահատականների իր ծառայության համար։ Ճապոնիան եւ Հարավային Կորեան 9 տարվա ընդմիջումից հետո վերսկսելու են համատեղ որոնողափրկարարական զորավարժությունները։ Երկու երկրների ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ Կողմերը հայտարարում են, որոշումը կապված է տարածաշրջանային անվտանգության եւ պաշտպանական համակարգման ամրապնդման հետ։ Ռազմական համագործակցությունը փաստացի դադարեցվել էր 2018 թվականի միջադեպից հետո, երբ Տոկիոն մեղադրել էր Սեուլին ճապոնական ինքնաթիռի նկատմամբ կրակի կառավարման ռադար կիրառելու մեջ։ Այժմ կողմերը ոչ միայն կանգնում են զորավարժությունները, այլև քննարկում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ այլ դաշնակիցների հետ պաշտպանական համագործակցության ընդլայնումը։ Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, Թել Ավիվի գործողությունները անընդունելի են եւ լուրջ սխալ։ Նրա խոսքով ոչինչ չի կարող արդարացնել ռազմական գործողությունների շարունակումը եւ Լիբանանի տարածքի խորքերը առաջ խաղացումը։ Միաժամանակ Հեզբոլլահը ընդլայնել է իսրայելական բնակավայրերի հրթիռակոծությունները։ Օդային տագնապ է հայտարարվել մի շարք քաղաքներում։ Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեևովը հայտարարել է, Կրեմլը սրում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, փորձելով արևմուտքը ներքաշել բանակցային ծուղակի մեջ։ Նրա խոսքով 2022-ից Ռուսաստանի ռազմավարությունը հիմնված էր այն հաշվարկի վրա, որ ժամանակը աշխատում է իր օգտին։ Վերջինս նշել է, այժմ, երբ այդ սպասումները չեն արդարանում, Մոսկվան փորձում է փոխել իրավիճակը նոր ճնշումների միջոցով։ Նա նաև պնդել է, այդ քայլերի նպատակն է թույլատրել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Էստոնացի պաշտոնյան ընդգծել է, արևմուտքը հասկանում է այդ ռազմավարության իրական նպատակը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, հարվածներ է հասցրել իրանական ռադարին եւ անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններին։ Հրամանատարության տվյալներով գործողությունը իրականացվել է ինքնապաշտպանության նպատակով՝ ի պատասխան ամերիկյան MQ-1 անօդաչուի խոցման։ Հրամանատարությունը հայտնել է, ոչնչացվել են իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր, վերգետնյա կառավարման կայան եւ 2 կամիկաձե դրոն։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է պատասխան հարվածի մասին։ Ըստ իրանական կողմի թիրախավորվել է այն ամերիկյան ավիաբազան, որտեղից իրականացվել էր նախորդ հարձակումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, երկրի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող Տագոր նավթատար լցանավը։ Նրա խոսքով գործողությունները իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում միջազգային գործընկերների աջակցությամբ եւ ծովային իրավունքի պահպանմամբ։ Մակրոնը նշել է, նավը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ։ Ֆրանսիայի նախագահը պնդել է, նման նավերը շրջանցում են սահմանափակումները եւ նպաստում պատերազմի ֆինանսավորմանը։ Նա նաեւ հայտարարել է, դրանք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի եւ ծովային անվտանգության համար։ Բլումբերգի տվյալներով Եվրամիությունը քննարկում է ռուսական նավթի գնի սահմանափակման ժամանակավոր չեղարկման կամ սառեցման տարբերակները։ Քննարկումները պայմանավորված են Իրանի շուրջ հակամարտության եւ էներգակիրների գների կտրուկ աճով։ Գործող նախագիծը նախատեսում է, որ Urals նավթի սահմանային գինը ավտոմատ կերպով սահմանվում է շուկայականից 15% ցածր մակարդակում։ Այժմ դիտարկվում է սահմանաչափը ներկայիս մակարդակի վրա պահելու կամ մեխանիզմը մինչև տարեվերջ կասեցնելու տարբերակը։ Աղբյուրների համաձայն այս քայլերը նպատակ ունեն կանխել շուկայի լրացուցիչ ցնցումները։
Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության տեխնազոյի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անդրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանել նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԵԱՏՄ անդամ երկրների մյուս առաջնորդների նամակին, ըստ որի նրանք կոչ են արել Հայաստանի իշխանություններին ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ-ին անդամագրվելու մասին ներպետական հանրաքվե անցկացնել։ Երևանում վաղվանից տրոլեյբուսներ չեն լինի։ Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն գիծ է դուրս բերվել եւ շահագործվում են։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի էլեկտրատրանսպորտ փակbaşտենտերիական ընկերության տնօրեն Սարգիս Բեջանյանը։ 45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան, նշել է նա։ Բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստությունը պլանավորած անձի ինքնությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի Օտարերկրյա պետությունում բնակվող ՄՄ առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական եւ պետական գործունեության կատարման հետ կապված ապօրինաբար կյանքի զրկելու դիտավորությամբ ձեռք են բերել միջոցներ եւ ստեղծել պայմաններ, մասնավորապես ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք եւ դիմակներ, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ, այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով եւ դիմակավորված ձայնագրել եւ տարածել են տեսաուղերձ ուղղված Հայաստանի վարչապետին, որի ընթացքում հնչել են սպառնալիքներ։ Անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ այսօր Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական տարանցիկ բեռնափոխադրումը, ըստ հաղորդումների Հայաստան կուղարկվեն 2 վագոն պարարտանյութ, որոնք ճանապարհ կընկնեն Պալաջարի կայարանից դեպի Բյոյուկ քեսի ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի էներգետիկ 31-րդ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա արևելք-արևմուտք միջանցքի եւս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի։ Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջոցներ, ներդրումներ կատարելով երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքներում, այն կկառուցվի համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ իմիջև ստորագրված փաստաթղթի, ասել է Ալիևը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ, նշելով, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն եւ հետաքրքրված են դրանց զարգացմամբ, այս մասին հայտնել են Կրեմլից։ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեր երկրների եւ ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել եւ մենք շահագրգռված ենք դրանց շարունակական զարգացմամբ, ասված է շնորհավորական ուղերձում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, Չինաստանի արագ ռազմական հզորացումը լուրջ մտահոգության պատճառ է դարձել Վաշինգտոնի համար։ Նա Սինգապուրում անցկացվող Շանգրիլա դիալոգի ժամանակ կոչ է արել Ասիայի երկրների դաշնակիցներից զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը։ Հեքսեթի խոսքով ԱՄՆ-ն ակնկալում է, որ գործընկերները պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ-ի առնվազն 3.5%-ը։ Նա ընդգծել է, Վաշինգտոնը այլևս չի պատրաստվում միայն կրել հարուստ երկրների անվտանգության հիմնական բեռը։ Մեծ գործընկերներ են պետք, ոչ թե պաշտպանյալներ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, մոտորես վերջնական որոշում կկայացնի Իրանի հրադադարի երկարաձգման վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի շուրջ։ Խոսքը վերաբերում է ապրիլին հաստատված 60-րդ հրադադարի հնարավոր երկարաձգմանը, որը պետք է ժամանակ տա մշտական համաձայնության հասնելու համար։ Թրամփը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից եւ անհապաղ բացի Հորմուզի նեղուցը առանց վճարների եւ սահմանափակումների։ Տեհրանը դեռ չի համաձայնել այդ պահանջներին եւ պնդում է, որ նեղուցի կառավարման հարցը պետք է որոշեն Իրանը եւ Օմանը։ Reuters-ի աղբյուրների համաձայն քաղաքական համաձայնության հասնելու հնարավորությունը մեծացել է, շուկաներն արդեն արձագանքել են նավթի գների անկմամբ։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է, Դոնալդ Թրամփի Պեկին կատարած այցից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը Թայվանի հարցում մնացել է անփոփոխ։ Նրա խոսքով Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ նախկին մոտեցումներին։ Հեքսեթը նաև ընդգծել է, Թայվանին ապագա զենքի վաճառքի վերաբերյալ բոլոր վերջնական որոշումները կայացնում է անձամբ ԱՄՆ նախագահը։ NBC News-ը հայտնել է, Իրանի զինված ուժերը ապրիլին հնարավոր է խոցացնեն ամերիկյան F-15-ի Strike Eagle կործանիչը օգտագործելով չինական արտադրության շարժական զենիթահրթիռային համալիր։ Հաղորդվում է, ԱՄՆ իշխանությունները շարունակում են հետաքննել ինքնաթիռի կործանման հանգամանքները։ Չինական համալիրի կիրառման վարկածը դիտարկվում է որպես նախնական գնահատական եւ դեռ վերջնական հաստատում չի ստացել։ Միաժամանակ Չինաստանի դեսպանությունը Վաշինգտոնում կտրականապես հերքել է նման սպառազինության փոխանցման մասին մեղադրանքները։ NBC News-ը նշում է, պաշտոնական հետաքննության արդյունքները դեռ չեն հրապարակվել։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է ամերիկյան իշխանությունները սառեցել կամ վերահսկողության տակ են վերցրել Իրանի հետ կապված շուրջ $1 միլիարդ կրիպտոակտիվներ։ Նրա խոսքով Իրանի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում եւ մոտ են ճգնաժամային փուլին։ Բեսենթը պնդել է երկրում աճել է գնաճը, խորացել են սոցիալական ֆինանսական խնդիրները, իսկ իշխանությունները ստիպված են արտակարգ միջոցներ կիրառել։ Նա նաեւ նշել է Վաշինգտոնը շարունակում է ճնշումը Թեհրանի նկատմամբ բանակցությունների ընթացքին զուգահեռ։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է քննարկում են տարբեր սցենարներ համաձայնագրից մինչև տնտեսական եւ քաղաքական ճնշման հետագա ուժեղացում։ Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը պատրաստվում են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը անցնելով համատեղ սպառազինության արտադրության։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է. քննարկում է Ջավելին հակատանկային կառավարվող հրթիռների համատեղ արտադրությունը։ Նրա խոսքով Վաշինգտոնը շահագրգռված է ուժեղ Հնդկաստանով, որը կօգնի պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Հեքսեթը նշել է. Հնդկաստանը մեծացնում է իր արդյունաբերական եւ լոգիստիկ հնարավորությունները լուրջ ռազմական գործողությունների համար պատրաստվելու նպատակով։ Նա նաեւ ընդգծել է Նյու Դելհին ակտիվորեն զարգացնում է ռազմածովային ենթակառուցվածքները եւ ամրապնդում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միշմայերը հայտարարել է Ուկրաինան այլևս ի վիճակի չէ վերականգնել կորցրած տարածքները։ Նրա խոսքով Կրիմը, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաեւ Զապորոժիայի եւ Խերսոնի շրջաններն միշտ դուրս են եկել Կիևի վերահսկողությունից։ Միշմայերը պնդել է, որ հակամարտության երկարաձգումը միայն ավելի է վատթարացնում Ուկրաինայի վիճակը։ Նա կոչալ է արևմուտքին Ուկրաինային բերել բանակցությունների ստեղանի շուրջ եւ հրաժարվել Ռուսաստանի հետ հետագա էսկալացիայից։ Պրոֆեսորի գնահատմամբ ռուսներեն ռազմական ճանապարհով հաղթելու հնարավորություն այլևս չկա։ Էստոնիայում ժողովրդագրական ճանապարհը կարող է արմատապես փոխել զինվորական ծառայության համակարգը։ Պաշտպանական ռեսուրսների վարչության պետ Աննա Ռանավեսկին հայտարարել է, որ միայն տղամարդկան զորակոչի մոդելը երկարաժամկետ հեռանկարում այլևս չի աշխատի։ Նրա խոսքով երկրում ամեն տարի ծնվում է ընդամենը 4-ից 5,000 տղա, ինչը բավարար չէ պաշտպանական ծրագրերի պահանջները կատարելու համար։ Վերջինս նշել է, որ մինչև 2040 թվականը խնդիրը կդառնա հատկապես սուր։ Նրա գնահատմամբ կանանց զորակոչը ժամանակի հարց է դարձել։ Գերմանիայում նախորդ օդանավականներից մեկը Մյունխենի օդանավակայանը ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքի պատճառով։ Բիլդի տվյալներով օդաչուները նկատային կասկածել է թռչող օբյեկտ, որը կարող է լինել անօդաչու թռչող սարք։ Դեպքից հետո երկու թռչուղիներով էլ ամբողջ երթևեկությունը դադարեցվել է։ Տարածքում լայնածավալ գործողություններ են սկսվել դաշնային ոստիկանության ստորաբաժանումները, ներգրավվել է նաև ուղղաթիռ։ Իրավապահները շարունակում են հետաքննել միջադեպը եւ որոնել հնարավոր անօրինական ԱԹՍ-ն։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Նրա խոսքով ամերիկյան զինված ուժերն ունեն բավարար զինամթերք ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Հեքսեթը նշել է Վաշինգտոնը հավասարակ կշռում է բարձրաժեք սպառազինության զանգվածային զինամթերքի կիրառումը։ Նա վստահեցրել է ռազմական պաշարների առումով իրավիճակը լիովին վերահսկելի է։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է ԱՄՆ-ն ցանկացած պահի կարող է վերադառնալ ռազմական սցենարին։ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի ծառայողները մայիսի 26-ին ծառայության ժամանակ Կուրղինյան փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են Nissan Magnich-ի մեքենա, որի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել։ Նա թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ։ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա իրացնելու նպատակով ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով։ Նիսանը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ, առաջինը սահմանազատում, այս մասին Բերթավանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ Սովետի ժամանակ է եղել Խորհրդային Հայաստանում, ինչ եղել է ճշգրիտ լինելու է նույն սահմանը, նշել է Փաշինյանը։ Նա նշել է, թե սահմանազատման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ են ուզում են պրոբլեմներ ստեղծեն իրար համար, թե ուզում են իրար հետ պրոբլեմներ լուծել, ապա հավելել է, որ ինքն ունի իր ընկալումը այդ հարցի շուրջ եւ կարծում է, որ Ադրբեջանի ընկալումն էլ է նույնը։ Հիմա այնպես հարցը լուծենք, որ 10 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի, ասել է Փաշինյանը։ Ընտրություններում համար 2-ի ներքո ներկայացող բոլորին դեմ եմ կուսակցությունը շարունակել է քարոզարշավը յուրօրինակ ձևով, այս անգամ դիվան քշելու քաղաքական ակցիային իրականացրել Վանաձորում։ Եթե չեք ուզում, որ որևէ քաղաքական գործիչ դիվան քշի, պետք է ընտրեք բոլորին դեմ եմ, նշում են կուսակցության անդամները։
Քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող Իմ Քայլը հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առնչությամբ Դանիել Օհաննիսյանի եւ մյուսների կողմից հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին հայտնել է Դանիել Օհաննիսյանը։ Հիշեցնենք, որ անկախ դիտորդը խնդիրներ էր արձանագրել քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող Իմ Քայլը հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործության հետ։ Հայտարարել էին, որ դիմել են վարչական դատարան պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով։ Ապրիլի 27-ին Իմ Քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը բողոքել էր, թե անկախ դիտորդի հայտարարությամբ խախտվել են իր իրավունքները։ Նամակը ստացել ենք, ընդունում ենք ի գիտություն, ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը գազի գնի վերանայման վերաբերյալ Ռուսաստանից ստացված զգուշացման մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ, պահանջելով հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նա պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը ներառյալ պետական տուրքն ու փաստաբանական վարձատրությունը։ Հայաստանի իշխանությունների կողմից Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ, ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայրաթորին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։ Տեղեկություն է ստացվել, որ Մաքսանենք ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Մայիսի 26-ին ժամը 20:50-ին Երևան աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերել են 44-ամյա տղամարդկանց ձերբակալել եւ Toyota Corolla Magnishi ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։ Արթուր Օսիպյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն իրեն անվանել է փախած եւ այդ ձևակերպումը տարածել նաեւ այլ արցախցիների վրա։ Օսիպյանը պահանջել է, որպեսզի Փաշինյանն իր Facebook-յան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ իրենից եւ բոլոր այն արցախցիներից, ովքեր պատերազմից չեն խուսափել եւ պաշտպանել են Արցախը։ Նա հիշեցրել է 10 ամիս գտնվել են շրջափակման մեջ, ենթարկվել ռազմական ագրեսիայի եւ ստիպված լքել Արցախը հազարավոր երեխաների կյանքը փրկելու համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստան ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի քննարկումների հիմնական թեման Հայաստանի ղեկավարության քայլերն են Եվրամիության հետ մեծացման ուղղությամբ։ Մոսկվայում հայտարարել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջև ակտիվացող համագործակցությունը վնասում է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը նշել էր Հայաստանի անցումը ԵՄ չափանիշներին կարող է ստիպել դադարեցնել ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եւ Ռոսել Խոզնաձորի կողմից 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների MF Export եւ Invest Plus ՍՊ ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաեւ բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են։ Blue Origin-ի անօթաչու New Glen-ի հրթիռը Ֆլորիդայի մեկնարկային հարթակում փորձարկման ժամանակ պայթել է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռը բռնկվում եւ վերածվում հսկայական հրեգնդի, երկինք բարձրացնելով կրակ եւ ծխություն։ Blue Origin հրթիռը պատրաստվում էր 4-րդ արձակման համար, որով պետք է ուղեցիր հասցվեին Amazon Leo-ի 48 արբանյակներ։ Միջադեպի պահին արբանյակներ դեռ հրթիռին միացված չեն եղել, պայթյունը լուրջ հետընթաց է Ջեֆ Բեզոսի տիեզերական ծրագրի համար, Elon Musk-ի SpaceX-ի հետ մրցակցության ֆոնին։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտնել է Լիբանանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր 24 ժամում միջինում 11 երեխա է զոհվել կամ վիրավորվել։ UNICEF-ի տվյալներով 7 օրում ընդհանուր առմամբ 77 երեխա է զոհվել կամ վիրավորվել։ Իսրայելի հարվածները շարունակվել են Լիբանանի հարավում, չնայած հրադադարի առկայությանը։ Հարվածներ են հասցվել քաղաքներին, գյուղերին եւ Բեյրութի հարավային արվարձանին։ UNICEF-ի խոսնակ Ռիկարդո Պիրեշը երեխաների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը որակել է ցնցող։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ քաղաքական համաձայնագիր կկնքի սառեցված ԵՄ-միջոցների ազատման վերաբերյալ։ Այդ գումարները սառեցվել են Վիկտոր Օրբանի կառավարության օրոք, օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ երաշխիքների հետ կապված մտահոգությունների պատճառով։ Մադյարի խոսքով Բրյուսելի հետ բազմաթիվ հարցերում արդեն համաձայնություն կա։ Հունգարիան փորձում է մինչև օգոստոսի 31-ը բացել 6.5 միլիարդ եվրո դրամաշնորհները եւ 3.9 միլիարդ եվրո արտոնյալ վարկերը։ ԵՄ-միջոցների ազատումը կարևոր է
դոլարի երկրի կանգնած տնտեսության վլարված պետական բյուջեի համար։ Ճապոնիայում հում նավթի ներմուծումը ապրիլի 1 տարվա համեմատ կրճատվել է գրեթե 66%-ով։ Երկիրը ներմուծել է օրական 850,000 բարել հում նավթ, ինչը 1962 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Ներմուծումը Մերձավոր Արևելքից նվազել է 68%-ով Իրանի պատերազմի եւ Հորմուզի նեղուցում նավարկության խափանումների պատճառով։ Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից մատակարարումները նվազել են 60%-ով կամ ավելի։ Ճապոնական նավթավերամշակողները ստիպված են եղել կրճատել արտադրական ծավալները նավթի պակասի պատճառով։ Դոնալդ Թրամփը բարդիրավիճակում է հայտնվել Իրանին դեմ պատերազմը ավարտելու փորձի ժամանակ։ Մի կողմից նա ճշմարտ տակ է բացելու Հորմուզի նեղուցը եւ նվազեցնելու բենզինի գները ԱՄՆ-ում, մյուս կողմից իր կուսակցության կոշտ հակաիրանական թևը պահանջում է չգնալ Թեհրանի հետ զիջումների։ Քննարկող միջանկյալ գործարքը կարող է երկարաձգել հրադադարի եւ վերականգնել նավարկությունը, բայց հետաձգել միջուկային ծրագրի հարցը։ Հանրապետական ազդեցիկ գործիչները Թրամփին զգուշացրել են, որ չկրկնի Օբամայի 2015 թվականի միջուկային գործարքի ճանապարհը։ Չինաստանը հայտարարել է կտրականապես դեմ է ցանկացած երկրի կողմից նավարկության ազատության պատրվակով իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը խաթարելու փորձերին։ Պեկինի արձագանքը հեչել է կանադական HMCS Charlottetown ֆրեգատի Թայվանի նեղուցով անցնելու հետ։ Չինաստանի ագնախոսնակ Մաունինգը նշել է Չինաստանը հարգում է միջազգային իրավունքի շրջանակում նավարկության իրավունքները։ Միաժամանակ Պեկինը Թայվանի հարցը դիտարկում է որպես իր ինքնիշխանության հետ կապված ներքին խնդիր։ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թայվանի նեղուցը միջազգային ջրային ուղի է եւ բոլոր երկրներն ունեն նավարկության ազատության իրավունք։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է Կիևում հնարավոր հարվածների թիրախներն արդեն որոշված են։ Նրա խոսքով դրանք ռազմական ենթակառուցվածքներ, ռազմաարդյունաբերական օբյեկտներ եւ Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված թիրախներ են։ Կոլեսնիկը նշել է, որ Ռուսաստանը առաջնորդվելու է ռազմական նպատակահարմարությամբ։ Նա ընդգծել է, նպատակն ըստ նրա խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը չէ։ Бля, пацан, я верю в тебя, пиздец как. Я в себя так не верю, как в тебя сейчас. Давай, давай, бро, только не перевернись. Быстрее, тихо, тихо, тихо. Пиздец. Красава, он сделал это. Да! Лучший. Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը եւս մեկ կարմիր գիծ է անցել։ Նրա խոսքով ռուսական անօթաչու թռչող սարքը հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին եւ վիրավորել խաղաղ բնակիչների։ Նա ընդգծել է միջադեպը տեղի ունեցել հենց Եվրամիության տարածքում։ Վերջինս հայտնել է Եմեն լիակատար համերաշխություն է հայտնում Ռումինիային եւ նրա ժողովրդին։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաեւ հայտարարել է Եմեն պատրաստում է Ռուսաստանի նպատակամիջոցների 21-րդ փաթեթը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան առաջարկել է այցելել Մինսկ։ Նրա խոսքով, եթե Մակրոնը չի ցանկանում մեկնել Մոսկվա, ապա կարող է հանդիպել Պուտինի հետ Բելարուսի մայրաքաղաքում։ Լուկաշենկոն նշել է Ֆրանսիայի նախագահը չի բացառել նման հանդիպան հնարավորությունը։ Միաժամանակ Մակրոնը նշել է նախ պետք է խորհրդակցի Եվրամիության գործընկերների հետ։ Լուկաշենկոն նաև համաձայնել է հաջորդ շաբաթ ընդունել Մակրոնի հատուկ ներկայացուցչին։
Լեհաստանի ագնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, Եվրոպական միությունը չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Նրա խոսքով ԵՄ-ն բացահայտորեն աջակցում է Կիևին եւ չի զբաղեցնում չեզոք դիրք։ Սիկորսկին ընդգծել է Եվրոպան Ուկրաինայի կողմում է, այլ ոչ թե երկու կողմերի միջև։ Նա նաեւ աջակցել է Կայակալասի դիրքորոշմանը բանակցային հատուկ ներկայացուցիչի նշանակման հարցում։ Լեհնախարարի խոսքով վաղ է խոսել ԵՄ-ի կողմից նման միջնորդության մասին։ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է Թեհրանի զիջումների հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով։ Նա նշել է բանակցությունները միայն ամրագրում են այն, ինչ ձեռք է բերվում մարտի դաշտում։ Ղալիբաֆի խոսքով Իրանը չի հավատում երաշխիքներին եւ խոստումներին։ Նա ընդգծել է վստահության չափանիշը միայն հակառակողմի գործողություններն են։ Մեջլիսի նախագահը հավելել է համաձայնագրերում հաղթում է նա, ով պատրաստ է պատերազմի հաջորդ օրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի համաձայնագրի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Նրա խոսքով վերջնական որոշումը կընդունվի օգնականների հետ խորհրդակցություններից հետո Թրամփը նշել է Իրանը պետք է ամբողջությամբ հրաժարվի միջուկային զենքից։ Նա նաև հայտարարել է համաձայնագիր նախատեսում է Օրմուզի նեղուցի անհապաղ բացում։ ԱՄՆ նախագահի խոսքով նեղուցով անցումը պետք է լինի անվճար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածին։ Նրա խոսքով այդ մասին վկայում են Ուկրաինայի հետախուզության տվյալները։ Զելենսկին նշել է Ռուսաստանը շարունակում է հույս դնել հրթիռների եւ պատերազմի վրա։ Նա կոչել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Ուկրաինայի առաջնորդը նաև պահանջել է արագացնել օդային պաշտպանության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իրեն զեկուցել են Ռումինիայում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի միջադեպի մասին։ Նրա խոսքով հնարավոր չէ հաստատել սարքի ծագումը մինչև բեկորների ուսումնասիրությունը։ Պուտինը ենթադրել է միջադեպը կարող էր կապված լինել ուկրաինական անօդաչուի հետ։ Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտարարել էին ԱԹԱՍ-ն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Կիևը կօգնի Ռումինիային ամրապնդել օդային պաշտպանությունը։ Նրա խոսքով ուկրաինացի զինվորականներն ու մասնագետները կներգրավեն այդ աշխատանքներում։ Զելենսկին ընդգծել է տարածաշրջանային անվտանգությունը պահանջում է համատեղ ջանքեր։ Նա նշել է երկու երկրները կշարունակեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Ուկրաինայի առաջնորդը դա ներկայացրել է որպես ընդհանուր անվտանգության հարց։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, ոչ մի արևմտյան երկիր իրավունք չունի Իրանի հետ խոսել պետք է ձևակերպմամբ։ Գերատեսչության ներկայացուցիչները նշել են Թեհրանը որոշումները կայացնում միայն իր ժողովրդի շահերից ելնելով։ Իրանը շեշտել է արտաքին ճնշումները չեն կարող որոշել երկրի քաղաքականությունը։ ԱԳՆ-ն ընդգծել է ինքնիշխան որոշումներ ընդունելու իրավունքը։ New York Times-ի տվյալներով Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը։ Աղբյուրի համաձայն Սպիտակ տանը տեղի ունեցել շուրջ 2 ժամ տևած խորհրդակցություն, քննարկվել է Իրանի հետ հրադադարի հնարավոր երկարաձգման հարցը, սակայն հանդիպման ավարտին վերջնական որոշում չի կայացվել։ Թրամփը շարունակում է խորհրդակցությունները մինչև վերջնական դիրքորոշման ձևակերպումը։ Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու Հայաստան եւ ինչ իրավունքներ են ունենալու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպանը հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Այս ուղղությամբ հիմնական շարժը սկսել է 2023 թվականին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն այս process-ի համակարգող է նշանակվել եւ գրեթե ամեն տարի վերադարձի ձևաչափով միջոցառումներ է անցկացնում, ասել է Նարեկ Կարապետյանը։ Նա նաեւ ներկայացրել է փաստաթուղթ, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի կոնցեպտ եւ որը ներկայացվել է ՄԱԿ։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 1-ից 5-ը առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 1-ից 5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ից 2-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Երևանում հունիսի 1-ից 5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։